Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանների տրամադրում և Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին բնակարանների, կահույքի, կենցաղային սարքերի ու սարքավորումների տրամադրում ծրագրով նախատեսված միջոցները 2008 և 2009 թվականներին չեն ծախսվել բնակարանների տրամադրման կարգ չունենալու պատճառով։ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի նման պատասխան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից են տվել։ Վարչապետին, վերահսկիչ պալատի նախագահին ու նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարին ուղարկած իր նամակով Բախշյանը փորձում է ճշտել, թե ինչ նպատակով է ծախսվել գնված բնակարանների նոտարական ու կադաստրային ձևակերպումների համար նախատեսված 1.659.000 դրամ գումարը, երբ առնվազն 2 տարի բնակարաններ չեն տրամադրվել մանկատների շրջանավարտներին։ Գյումրուն Անսենի անվան մանկատան 68 սաներից այժմ բնակարանի են սպասում 9։ Նրանց 18 տարին լրացել է, բայց դարձյալ մնում ու ապրում են մանկատանը, քանի որ ինչպես տնօրենն է ասում, դեռ չգիտեն, թե երեխաներին երբ բնակարան կհատկացվի։ Այդ երեխաները գրանցված են, հաշվառված են, եւ քանի որ իրենք հաշվառված են, կապ չունի մանկատնից դուրս են գրվում, թե քանի որ այս պայթրությամբ հենց այդ երեխաները տեղ չունեն գնալու մնալու, իրենք բնակվում են այստեղ, անպայման կստանան բնակարաններ։ Ըստ Անահիտ Կարապետյանի, մանկատունը պայմանագիր ունի կնքած աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Հայ օգնության միության հետ, ու համաձայն այդ փաստաթղթի ամեն տարի հիշյալ կառույցներ է ներկայացվում չափահաս դարձած մանկատան երեխաների թվաքանակը, բայց 2007 թվականից հետո շահառուներից և ոչ մեկին բնակարան չի հատկացվել։ Գիտեք ինչպես է, մեր մանկատան երեխաների համար նախատեսված է ստանալ բնակարան։ Դա արդեն նախարարության և Հայ օգնության միության հետ կազմված պայմանագիրն է, որտեղ իրենք աշխատում են և մեզ արդեն ներկայացնում են։ Ստացել են երեխաներ, վերջի բնակարանը ստացել է մեր սան Կրոյան Աննան 2007 թվականին։ Մանկատան չափահաս անդամների համար պայմանները նույնն են, ինչ մյուսներինը։ Նրանց պարագայում միայն տղաների ու աղջիկների սենյակներն են առանձին, ասում է տնօրենը։ Խորեն Սիմոնյանն ու Իրինա Ամիրյանը բնակարանի շահառուներ են։ Նրանք լսել են, որ ընդհանուր առմամբ գործում է պետության աջակցության այդ ծրագիրը, բայց չեն պատկերացնում, որ մի օր կունենան իրենց սեփական բնակարանը ու կապրեն մանկատան իրենց այս ընկերներից հեռու։ Առանց ընկերներից չեմ պատկերացնում առանց մանկատանը, ոնց պիտի մնամ, տխուր կլինի, բայց ես արդեն մեծ ենք, առանց մեր կյանքը դասավորենք, ապրենք, ամեն մեկս շատ էլ իրար կանցնենք, հուսով եմ, որովհետև լավ ընկերներ ենք, արդեն շատ հարազատ ենք, ոնց որ քույր եղբայր լինենք, բայց ամեն մարդ պիտի իր ճամփով գնա ու մեծանա, ինչքան պիտի իրար հետ լինենք։ Այստեղ բնակվում եմ 4 տարի, 2006 թվականից, դու ստանալ ինձ համար ուրախություն է, մենակ չեմ պատկերացնում ապրել, դեռ չեմ պատկերացնում։ Ինչը չես պատկերացնում։ Բնակարան կունենամ։ Ու քանի որ 2 տարի Հայաստանում չի գործել մանկատան շրջանավարտներին բնակարանների տրամադրման ծրագիրը, Ժառանգության պատգամավորը հարց է բարձրացրել, թե այդ պարագայում որտեղ են գրանցվելու երիտասարդները, արդյոք գոյություն ունի որևէ կարգ, համաձայն որի կկարգավորվի նրանց գրանցման խնդիրը, եւ վերջապես, ով է պատասխանատու այդ խնդրի լուծման համար։ Հերմինե Մկրտչյան, Արտյոմ Ադամյան, Գալենյուս։